Ադրբեջանից հնչել է կրկին հայտարարություն, Հաջիևը խոսել է սահմանադրությունից եւ ասել է, որ ազդակներ են ստանում, որ այդ հանրաքվեն կլինի, այս պահին փաստացի խորհրդարանում նախագծի անցկացման համար անհրաժեշտ ձայները չունի քաղաքացիական պայմանագիրը, բայց այստեղ քիչ առաջ падգամավորներից մեկը ԿՓ-ի ասում էր, որ գուցե գտնվեն ընդդիմության շարքերում այնպիսի պետականամետ անձինք, ովքեր կքվեարկեն ամեն դեպքում պետական մարդիկ են ասում, բայց հնարավոր է ամեն դեպքում ընդդիմությունը ինչ որ փուլում միանա այդ օրակարգին, թե բացառվում է կողմ քվեարկելը սահմանադրությանը եւ ընդհանուր առմամբ դուք ինչ եք կարծում այդ երկու երրորդը չունենալով նաեւ ակնարկներ կան, որ դե եթե ժողովուրդը ուզենա ընդունել այդ սահմանադրությունը, падգամավորները պարտավոր են ժողովրդի կամքին ընդառաջ գնալ։ Սա ինչ կարող է նշանակել։ Նախ բացառում եմ մեր մասով, որ կմիանան ԿՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Բայց շատ խորքային հարց եք ասում, տեսեք ինչա տեղի ունենում։ Իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու, փորձելու են մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցս բռնաճնշումները նաեւ պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարար։ Մենք գտնվում ենք այս փուլում եւ մեր երկրի գլխավոր հիմնական օրակարգը այս պահին սա է։ Բնականաբար հակազդելու նկատի ունեմ օրինակ խորհրդարանական մակարդակով միայն թե այնուամենայնիվ փողոցային պայքարել կսկսվի։ Ես չեմ պատկերացնում հաջողություն բացառապես խորհրդարանական աշխատանքով։ Ես գտնում եմ, որ մեր ուժը խորհրդարանում բավարար չի փոփոխություն հասնելու համար, դրան պետք է ավելանա մեր ժողովրդի ուժը փողոցում Հայաստանի Հանրապետության հրապարակներում։ Այո, ես մի քանի ամիս առաջ եմ այդ մասին հայտարարել, որ ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Այսօրվա մեզ ներսից իհարկե բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Համատեքստի մեկնարկը տրվի, այդ նախագիծը արդեն կառավարություն եւ այլն կսկսվի։ Կարծում մինչև դա, իրենք ոնց են հիմա սկսել մեր դեմ աշխատել հակաքարոզություն իրականացնել, փորձել հող նախապատրաստել իրենց օրակարգի համար, մենք հիմիկվանից պետք է նախաձեռնենք, որ այդ իրավիճակում պատրաստ լինենք։ Ու այս աշնանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Եվ ընդդիմության գլխավոր օրակարգ իմ կարծիքով պետք է լինի դա։ Պարզ ասեմ, Նարեկ ջան, սահմանագծման սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Ուղիղ խարսնում են, դա չեն ժխտում։ Պատրաստվում են չունենալով համապատասխան քվե փոխել սահմանադրությունը։ Տեսեք, պատական չէր ինքը հայտարարում սեպտեմբեր պատերազմ։ Ինքը աշնանն է խոսք տվել, բայց բնականաբար ինքը փորձելու է որքան կարող է ժամանակ ձգել։ Տեսել ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստ չի այս բագաժով, այս ստացած քվեով, այս ընտրություններով ակնհայտ մանդատներ գողացված կարողանա այս օրակարգը սպասարկել։ Դրա համար իր համար բավականին դժվար է լինել։ Պարոն Սաղաթելյան, Հայաստան խմբակցությունը նախորդ գումարման խորհրդարանում եղել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով էր, այդ 5 տարիներին չստացվեց։ Հիմա ինչ նոր գործիքակազմ եք կիրառելու, որտեղ էլի խորհրդարան պլյուս փողոց կամ փողոց պլյուս խորհրդարան էլի ձևաչափն եք առաջ տանում։ Դե տեսեք, դրանից արդյունավետ ձևաչափ չկա, նոր հեծանից տեղ պետք չի հորինել։ Բայց կներեք դա չաշխատեց։ Ես չաշխատեց, որտեղ մեր ուժերը չբավարարեց։ Եթե կարողանանք ավելի լայն
ընդգրկուն կոնսոլիդացիա տեղ ունենա, վստահ եմ, որ կստացվի։ Ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Ես ներողություն անհամեստության համար դեռ չենք տեսել նոր գործողություն, նոր ելույթ, նոր անելիք մի բան, որ մենք նախկին շրջանում չենք արել։ Այսինքն իրականության մեջ բավականին բարդ վիճակի մեջ ենք գտնվում, բայց էս է ուղղություն, էս է ճանապարհը։ Ինչքանով կարողանանք դա իրականացնել, կախված է մեր աշխատանքից, ընդդիմադիր ուժերի հասկացողությունից, ըմբռնումից եւ վճռականությունից։ Պարոն Զավաթելյան, այդ ոչի ճակատին զուգահեռ նաև հայտարարվում էր ընդդիմության միասնական հանրահավաքի մասին։ Ի վերջո այդ հանրահավաքի ճակատագիրն ինչ եղավ կամ սպասվում է, լինելու է, չի լինելու, հանդիպեցին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Գիտեք, ես դեկտեմբեր ամսին ազգային ժողովից, հիշում եք, պաշտոնական հայտարարություն եմ արել այդ մասին։ Ես շարունակում եմ պնդել, հիմա չեմ ուզում նորից հետ գնալ, ինչ եղել է, բայց որ այս իշխանությունը, որ ունի աննորմալ պետական ռեսուրս, ֆինանսական միջոցներ, ուժային կառույցներ, սրան դիմագրավելու համար առանցին հնարավոր չի բավարարում ուժերը։ Դրա համար անկախ տարաձայնություններից, անկախ շատ հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքից կան առաջնային օրակարգեր, որովհետև պետք է լինել միասնական։ Հիմա այո, ոչի ճակատ կդնենք, ինչ կդնենք, այդ կարևոր չի, կարևորը լինի այդ փոխըմբռնումը ու միասնությունը, նորից եմ կրկնում, մեզ պարտադրվող օրակարգերը ազգային հարցերում մերժելու համար։ Բայց ուզում եմ հասկանալ, պարոն Զավաթելյան, այդ նախկինում հայտարարված միասնական հանրահավաք այդ ոչի ճակատին է վերաբերում։ Չէ, այն ժամանակ խոսքը գնում էր ընտրություններից առաջ միասնական ուժերով պայքարելու եւ այլ։ Ոչի ճակատի այդ առաջարկ եղել է մի 7-8 ամիս առաջ։ Հիմա էլ գիտեք, որ ընդդիմության տարբեր միավորների կողմից տարբեր արձագանքներ կան։ Ես կարծում եմ դա տեղի ունենալու։ Մոտավորապես ոչ թվականին կկարողանաք Նիկոլ Փաշինյանը հեռացնել։ Որքան շուտ այնքան լավ։